Իշխանություն ընդդիմություն երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը կհնչի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հունիսի 30-ի հանրահավաքում։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Նա լրջության մի քանի կոչ ուղղեց իշխանությանը հանրահավաքի օրերին դադարեցնել կոնգրեսի նկատմամբ տրանսպորտային միջոցների արգելափակումը, իսկ լրատվամիջոցներին, մասնավորապես հեռուստաընկերություններին, չարգելել լուսաբանելու կոնգրեսի գործունեությունը։ Պարոն Զուրաբյանը համոզված է, որ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը սուտ տեղեկատվություն են տարածում իշխանություն ընդդիմություն երկխոսության վերաբերյալ, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջև կան պայմանավորվածություններ։ Ըստ նրա, երկխոսության միակ արդյունքը կարող է լինել համակարգային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանում օր առաջ ձևավորել լեգիտիմ պետական իշխանություն։ Միակ արդյունավետ ձևը նման երկխոսության համար դա լիազորված ներկայացուցիչների բանակցություններն են։ Կազանում այսօր կայանալիք եռակողմ հանդիպման եւ ընդհանրապես Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը առաջին հերթին պայմանավորված է լինելու շրջանակային համաձայնագրի բուն տեքստով, որը կընդունվի Կազանում։ Մենք երբեք չենք կարող որևէ եզրակացություն անել, եթե չունենք հաստատուղթը։ Որպես իրենց դիրքորոշումը պայմանավորող առավել կարևոր գործոն պարոն Զուրաբյանը նշեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների ռեակցիան։ Հայ ազգային կոնգրեսը եղել եւ շարունակելու է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշման ջերմագույն աջակիցը։ Անդրադառնալով Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթին, Հայ ազգային կոնգրեսի համակարգողը ամոթալի համարեց Սերժ Սարգսյանի այն պնդումը, որ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանն առավելություն կունենա, քանի որ նրանք ի տարբերություն մեզ պատրաստվել են։ Զուրաբյանը կարծում է, որ այս հայտարարությամբ նա մեծացնում է Ադրբեջանի կողմից ագրեսիա կիրառելու ախորժակը։ Լուսինե Դեմիրճյան, Հովսեփ Հովսեփյան, IPV